Ադրբեջանը Սյունիքով միջանցք է ուզում, Հայաստանը ճանապարհ է առաջարկում, իսկ հարևան Իրանը այլընտրանք։ Օրերս Ադրբեջանում հյուրընկալված Մազուտ Փեզեշքյանը խոսել էր Ադրբեջանին այլընտրանքային ճանապարհ առաջարկելու մասին։ Փորձագետները վստահ են, սա այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը վերջնական փակելու նպատակ ունի։ Փեզեշքյանը կարծում է, Երևան-Բաքու հարցը կարող է կարգավորվել, եթե երկու երկրների քաղաքական եւ առևտրային հարաբերությունները կարգավորվեն, հաշվի առնելով երկու կողմերի իրավունքները։ Այս խնդրի լուծմանն օժանդակելու համար մենք այժմ աշխատում ենք պատրաստել Իրանի ճանապարհը, որպեսզի Ադրբեջանի մեր սիրելի եղբայրներն ու քույրերը կարողանան Իրանի տարածքով հասնել Նախիջևան։ Այդ ուղղությամբ ճանապարհաշինարարական եւ երկաթուղային աշխատանքները ընթանում են արագ տեմպերով։ Իրանը Հայաստանի համար է այսքան անհանգստացած։ Իրանը կողմ չէ սահմանային փոփոխություններին։ Այս մասին իրանցի տարբեր պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են։ Հայաստանի հետ ընդհանուր սահման ունենալն անվտանգ է, ինչը նույնը չէ օրինակ Ադրբեջանի դեպքում։ Իրանն Իսրայելի հետ խնդիր ունի, բայց Իսրայելն ու Ադրբեջանը միմյանց ռազմական օգնություն են փոխանցում, ավելին տեղեկություններ կան, որ Ադրբեջանի տարածքում իսրայելական ռազմաբազա կա։ Հետևաբար Իրանն Ադրբեջանին ճանապարհ առաջարկելով ու տարածաշրջանում ռազմական էսկալացիաներին դեմ լինելով սեփական անվտանգային հարցն է կարգավորում։ Իրանին դեռևս հաջողվում է զսպել Ադրբեջանին ուժային եղանակով ճանապարհը բացելու եւ նաեւ հիմա Իրանի նախագահի այցը գալիս է լրացնելու ուժային ճանապարհին նաեւ դիվանագիտական եղանակով։ Եթե Իրանի գործոնը չլիներ, Ադրբեջանը հիմա վաղուց հարձակված կլիներ եւ ռազմական ճանապարհով այս միջանցքը բացած կլիներ եւ իր իրավազորության ներքո վերցրած կլիներ։ Մանավանդ առավել եւս ուրեմն 2000 թվականի հայկական կողմի թավադիր պատերազմում պարտությունից հետո։ Ադրբեջանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ օկուպացրեց Արցախի մի հատվածը, սկսեց ճանապարհաշինական աշխատանք Հադրութի Հորադիս բնակավայրից մինչև Կովսական։ Երկաթգծի երկարությունը մոտ 110.4 կիլոմետր է, ավտոմայրուղու երկարությունը մոտ 123.5 կիլոմետր։ Ադրբեջանն ուզում էր Սյունիքի մարզով միջանցք ճանապարհը կարճելու համար։ Մեզ համար անհասկանալի եւ անընդունելի է Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, որովհետեւ մենք նախ Հայաստանի Հանրապետությունը այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի։ Քաղաքագետ Հասան Ջալալյանը կարծում է, Իրանն է կանխում Ադրբեջանի Սյունիքի ուղղությամբ ռազմական հարձակման փորձը, իսկ իրանագետ Արմեն Վարդանյանն այլ կարծիք ունի։ Հայաստանի, Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականության ճանաչումից հետո է, որ Ադրբեջանը չի համարձակվում հարձակվել։ Ռազմական ճանապարհորդություններ ավելի հարմար կներ, ավելի շուտ անել դա, այն ժամանակ, երբ Հայաստանը ավելի թույլ է։ Իսկ հիմա մենք տեսնում ենք Հայաստանը ավելի ուժեղանում է, ինչքան գնա, ինչքան ժամանակ անցնի, այդ ավելի ուժեղանա։ Ադրբեջանը չի հարձակվում դեռ, բայց գրեթե ամենօրյա ռեժիմով թիրախավորում է Սյունիքի մարզի գյուղերը։ Իրանը ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախը ներառյալ, Ադրբեջանին հասկացնում ու առաջարկում է այլընտրանքային ճանապարհ Սյունիքով միջանցքի փոխարեն։ Ադրբեջանը դեռ պատասխան չի տվել։ Անիա Բաղյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։